Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնանկությունից հետո, ում կաթողիկոսը ազատել էր պաշտոնից առաջնորդի հանգամանքը չարաշահելու եւ եկեղեցականների նկատմամբ հարկադրանք կիրառելու համար, հոգեվորականների նկատմամբ ճնշումների նոր ալիք է սկսվել։ Նրանք ովքեր որ ասում են ամեն անգամ Թեմի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար Քահանա Թորոսյանը հաստատել է Մասյացոտնի թեմի առաջնորդի տեղապահ Ռուբեն Վարդապետի այն հայտարարությունը, որ իշխանական օղակները փորձում են ներազդել թեմի քահանաների վրա։ Ըստ հոգևորականի, իր հետ առանձնազրույց չի եղել, բայց տեղյակ է, որ Արտաշատի, Արարատի եւ Վեդու տարածաշրջանի սպասավորների հետ առանձնազրույցներ եղել են։ Գիտեմ, որ թեմում ծառայող մյուս հոգևորականներ, ովքեր որ հիմնականում Արտաշատի եւ Արարատի շրջանում են ծառայում, ես նկատմամբ է եղել, չգիտեմ, լուսագրեմ որպես ճնշում, թե զրույց, առանձնազրույց համոզելու փորձ չեմ կարող ասել, իրենք են ունեցել այդ խոսակցությունը, բայց մեր տարածաշրջանում ինչքան տեղյակ եմ, Մասիս խոշորացված համայնքում որևէ հոգևորականի պետական քաղաքական ապարատ չի կիրառվել։ Հիմա ասեմ, թե ինչի մասին է խոսքը։ Հոգևորականը վերահաստատել է իր հավատարմությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, շեշտելով, որ պատարագների ժամանակ միշտ հիշատակում է թե ամենայն հայոց կաթողիկոսի եւ թե նորանշանակ տեղապահ Ռուբեն Վարդապետի անունները։ Ես միշտ իմ գործողություններով եւ նաեւ պատարագի ընթացքում էլ մեր նորանշանակ թեմակալ առաջնորդի անունը տալով, Ռուբեն Վարդապետ Զարգարյանի անունը տալով ես միշտ էլ եղել եմ Մայրաթորի կողքին։ Հիմա էլ վերահաստատում եմ, եթե անհատական այսպես հարցում լինի կանեմ, բայց իմ տեսլականի մեջ կարծում եմ ընդհանուր բոլոր քահանաներով է պետք է որոշում հայտնել։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցին իր առաջնորդած եկեղեցի, քահանան բացառել է որևէ հակականոնական ընթացք կամ կաթողիկոսի անվան զեղչում պատարագի ժամանակ։ Տեր Ղազարի խոսքով, եթե Փաշինյանը որոշի մասնակցել պատարագին, ապա ստիպված կլինի սեփական ականջներով լսել, որ հոգևորականն ընդունում է Վեհափառ Հայրապետին, որպես հայոց եկեղեցու միակ կահակալի։ Բացառում եմ, որ ես երբևէ անեմ հակականոնական ընթացք, այսինքն զեղչեմ Վեհափառ Հայրապետի կամ թեմակալ առաջնորդի անունը, բայց արգելել, որ որևէ մեկը մտնի եկեղեցի, իհարկե չեմ կարող։ Եթե կմասնակցի պատարագին, իհարկե հրավեր երբեք չեմ անի, եթե կմասնակցի պատարագին, ուրեմն իր ականջներով կլսի, որ ես ընդունում եմ Վեհափառ Հայրապետին, որպես ամենայն հայոց հայրապետ եւ մեր եկեղեցու գահակալ։ Այսօրվա դատական Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի դատական նիստը հետաձգվել է։ Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը միջնորդել հետաձգել նիստը, քանի որ նոր է ներգրավել ու չի հասցրել ծանոթանալ վարույթի նյութերին։ Ավետյանը մեկ շաբաթ է խնդրել դատավորից։ Պաշտպանները ի հակադրություն դատախազի նշել են, որ դատական նիստը կարող են հետաձգել, բայց միայն Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունից հետո։ Սակայն դատարանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը ու դատախազին մեկ շաբաթ ժամանակ տրամադրել նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 19-ին։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ ներկայացված բողոքը եւ եկեղեցականին թողել կալանքի տակ։ Պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ այս որոշումն իրենց համար ամենևին անսպասելի չէր, նույնիսկ այն պայմաններում, երբ քրեական հետապնդում հարուցելու որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Փաստաբանը շեշտել է, որ նույնիսկ եթե որոշման մեջ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին, ինչն ինքնին բացառվում է, ապա հենց այդ պայմաններում էլ ակնհայտ է, որ հանցավոր արարք առկա չէ։ Արսեն Բաբայանի պնդմամբ սա քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթաց է, որտեղ իրավական հիմքերը բացակայում են, իսկ դատարանը պարզապես ուժի մեջ է թողել անհիմն կալանքի որոշումը։ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մեր երկրում չկա մի ընտանիք, ումից հեծը գողություն առաջ չլինի, անդրադարձել է Նարեկ Կարապետյանը ու նշել, որ վարչապետը միտումնավոր է օգտագործել նման ձևակերպումներ, որպեսզի նշանակած ժամանակավոր կառավարիչը հնարավորություն ունենա դատարանից հետ վերցնել ցանկացած հայց եւ թույլ չտալ, որ երկրի ղեկավարը պատասխան տա իր խոսքերի համար։ Նարեկ Կարապետյանը պնդել է, որ իրական թալանն իրականացնում է հենց իշխանությունը։ Գողություն անողները ու թալանողները մեր երկրում ուրիշ մարդիկ են, իրանք են հենց թալանում մեր երկիրը, թալանում են տուգանքներով, թալանում են երկրի հասարակության վրա դրված անտրամաբանական տույժերով, որ գյուղ մտնում են մարդիկ վարորդական իրավունքից զրկված են, ինչ որ անիմաստ խախտումի պատճառով
եւ իրենց ընտանիքը չեն կարող պահել։ Կարապետյանը առաջարկել է տալ երկրորդ շանս այն վարորդներին, ովքեր մեքենայով են տուն պահում եւ տուգանքների չափը համապատասխանեցնել միջին աշխատավարձի տրամաբանությանը։ Ըստ նրա, մինչ քաղաքացիները տուգանվում են, վարչապետի աշխատակազմի ծախսերն աճել են 4 անգամ, հասնելով 65 միլիոն դոլարի։ Կարապետյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս թիվը գերազանցում է Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցված։ Այդ մարդը, ով թալանի մեջ է մարդկանց մեղադրում ու մոռանում է թե ինքը ինչա թալանել, պետք է մի բան հիշի, որ վերջի իր կառավարման ընթացքում վարչապետի աշխատակազմի ծախսերը ինքը ավելացել 4 անգամ։ Սարքել է վարչապետի աշխատակազմի ծախսերը 65 միլիոն դոլար։ Արդյոք Հայաստանը 4 անգամ ավելի լավ է ապրում, Հայաստանի քաղաքացին 4 անգամ ավելի լավ է ապրում, որ վարչապետի աշխատակազմը 4 անգամ ավելի շատ է ստանում։ Սոցիալական պատկերն էլ ավելի մտահոգիչ է ներկայացրել մեր ձևով շարժման անդամ Նարեկ Սուքիասյանը, նշելով, որ երիտասարդների շրջանում գործազրկությունը 17.8%-ից հասել է 27.2%-ի, ինչ պետբյուջեն համարվում է ընդհանուր դրամապանակ, 2026 թվականի համար վարչապետի աշխատակազմի բյուջեն ավելացել է եւս 1.5 միլիարդ դրամով, հասնելով գրեթե 26 միլիարդի։ Սա այն դեպքում, երբ թոշակներն ու նպաստները չեն բարձրացվել, իսկ նվազագույն կենսաթոշակը կազմում է ընդամենը 36,000 դրամ, ինչը գրեթե 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից։ Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել նրան։ Իր Facebook-յան էջում գրել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Չնայած այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքի դեպքում գործում են բազմաթիվ սահմանափակումներ, այնուամենայնիվ իրավապահ մարմինները որոշել են բողոքարկել 2025 թվականի դեկտեմբերի 30-ին խափանման միջոցի կալանքից տնային կալանքի փոփոխման որոշումը։ Չկա հիմնավորում, բայց կա ակնհայտ ապօրինի իրավունքը ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված, գրել է պաշտպանը։ Իրանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Սաբզեվար քաղաքում ապստամբները պայթուցիկներ են նետել մզկիթում թաքնված երեխաների վրա, հաղորդել են լրատվամիջոցները։ Ըստ իշխանությունների, 2 շաբաթից ավելի տևած անհնազանդությունների ընթացքում երկրում հրդեհվել է 53 մզկիթ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց լիովին պատրաստ է դրան։ Նախարարը շեշտել է, որ անկարգությունների հեղինակները բողոքի խաղաղ ակցիա իրականացնողները չեն։ Նրանք այլ երկրներից ուղարկված ահաբեկիչներ են, որոնց նպատակը Իրանի իշխանությունների եւ ժողովրդի միջև պառակտում մտցնելն է։ Մենք նաև պատրաստ ենք բանակցությունների, բայց այդ բանակցությունները պետք է լինեն արդար, հավասար իրավունքներով եւ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, նշել է Իրանի արտգործնախարարը։ Արաղչին հայտարարել է, որ երկրում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է։ Նրա խոսքով շուտով Իրանի ամբողջ տարածքում կվերականգնվի համացանցի հասանելիությունը։ Հակակառավարական ցույցերին զուգահեռ ընթանում են նաև կառավարությանն աջակցող ակցիաներ։ Քերմանի, Ռաշտի, Զահեդանի եւ այլ քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոցներ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները դատապարտելու համար։ ՄԱԿ-ը եւ Եվրամիությունը դատապարտել են Իրանում բռնաճնշումները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ցնցված է ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդագրություններից եւ կառավարությանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից։ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Թեհրանի նկատմամբ ի պատասխան ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունների։ Նրա խոսքով միությունն արդեն իսկ լայնածավալ պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների, միջուկային զենքի տարածման գործունեության եւ ռուս-ուկրաինական պատերազմին Թեհրանի աջակցության համար։ Այս ամենի ֆոնին այսօր Իրանում արժույթի փոխարժեքը աղետալի ցուցանիշների է հասել։ 1 իրանական ռեալը հավասարվել է 0 եվրոյի։ Զելենսկին չունի հաղթաթուղթ, նա կարող է հույսը դնել միայն ԱՄՆ առաջնորդի աջակցության վրա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Դեռ փետրվարին Ամերիկայի ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի հետ հաջող բանակցություններ վարելու համար ոչինչ չունի։ Պատասխանելով New York Times թերթի լրագրողի հարցին, Թրամփը նշել է, որ Զելենսկին ունի միայն Դոնալդ Թրամփ։ ԱՄՆ առաջնորդի աջակցության բացակայությունը Զելենսկու համար կվերածվի լիակատար աղետի, շեշտել է նա։
Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Միխայիլ Շերեմետը կոչ է արել միջազգային հետախուզում հայտարարել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի նկատմամբ։ Սա տեղի ունեցել այն բանից հետո, երբ Կիև կատարած այցի ընթացքում Հիլին ասել է, որ կցանկանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առևանգել, բերելով Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրինակը։ Խորհրդարանականը կոչ է արել հերակա դատել բրիտանացի նախարարին իր հայտարարություններից հետո։